Աստված մեզ շատ է սիրում, մենք գիտենք Աստծո սերը մարդու նկատմամբ եւ Աստված ուզում է մարդուն փրկել։ Աստված ուզում է, որ մարդը հավիտենության մեջ լինի իր հետ։ Հիմա կա մի արգելք, մի խնդիր, որ պետք է լուծվի, այդ արգելքը վերցվի, որպեսզի մարդը կարողանա Աստծո հետ լինել։ Մենք գիտենք դա մեղքն է։ Եսայի մարգարեության 59 գլխի 2-րդ համարից կարդում ենք. բայց ձեր ու ձեր Աստծո միջև բաժանում ձգողը ձեր հանցանքները, ձեր անօրենությունները եղան, ձեր մեղքերը, անոր երեսը ձեզ ծածկեցին, որ չլսի։ Ձեր մեղքերը, անոր երեսը ձեզ ծածկեցին։ Արգելքը մեղքն է, արգելքը Աստծո հետ լինելու, Աստծո հետ ապրելու։ Եվ այդ արգելքը առաջացավ Եդեմական պարտեզից, մենք գիտենք, եւ Աստված ասեց, որ ուտեք պետք է մեռնեք։ Ֆիզիկապես մահի մասին չէր խոսքը գնում, խոսքը գնում էր հոգևոր մահի մասին, կերան ու մեռան, կորցրեցին կապը Աստծո հետ, հաղորդակցությունը Աստծո հետ, եւ մահը մտավ աշխարհ, մահը մտավ, մարդը մահվան մեջ հայտնվեցավ։ Հիմա հոգևոր առումով, որ մենք նայում ենք, ֆիզիկապես մարդը, որ ապրում է, շնչում է, քայլում է, խոսում է, ասում ենք ինքը կենդանի է։ Դա ֆիզիկապես է կենդանի, կա ֆիզիկապես կենդանի, ֆիզիկապես մահացած։ Ֆիզիկապես մահացած, որ մարդը մահանում է, հոգին անջատվում է, այլ չի տեսնում, չի լսում, չի խոսում, մարմինը սառում է, չի շարժվում, ասում ենք ֆիզիկապես մահացավ։ Հոգևոր մահը, երբ որ մարդը Աստծո հետ հաղորդակցություն չունի, դա հոգևոր մահն է։ Հիմա մարդը կարող է ֆիզիկապես շատ առողջ լինի, աշխուժ, ակտիվ, վազի, գործի, նենց խոսի, բայց ինքը մեռած լինի։ Եթե Հիսուսին չի հանդիպել, Հիսուս կյանքը չի առել իր մեջ, կյանքը Հիսուսն է։ Եթե մարդը Հիսուս չունի, ուրեմն կյանք չունի։ Եթե կյանք չունի, ի՞նչ է նշանակում, նշանակում է մեռած է։ Շատ պարզ է։ Հիմա հենց Աստված ուզում է, որ մեզ փրկի, այսինքն կենդանացնի, բայց արգելքը մեղքն է։ Եվ հենց Հիսուս Քրիստոսի գալու բուն նպատակը, Հիսուս Քրիստոսը չէր եկել հիվանդներ բժշկելու, չգիտեմ, մեռածներին հարություն տալու, դա ընթացքում ինքն էր կյանքը եւ բնականաբար տենց պետք է լիներ, բայց բուն գալու նպատակը մենք կարդում ենք Մատթեոս ավետարանի 1 գլխի 21 համարից. Ան որդիմը պիտի ծնանի, անոր անունը Հիսուս պիտի դնես, քանզի անիկա իր ժողովուրդը իրենց մեղքերեն պիտի փրկե։ Անիկա իր ժողովուրդը իրենց մեղքերեն պիտի փրկե։ Հիմա մեր հոգևոր կյանքում մենք պետք է նայենք, մեզ Աստված կանչել է ամեն մեկիս, կանչել է թե չի կանչել։ Եթե եկեղեցու մեջ ենք, լսում ենք իր խոսքը, Աստված կպել է մեր սրտերին, ուրեմն Աստված մեզ կանչել է։ Աստված մեզ կանչել է եւ նպատակը որն է, որ այդ արգելքը վերցվի, մեղքի հարցը լուծվի մեր կյանքում, արգելքը վերցվի, որպեսզի մենք հավիտենության մեջ կարողանանք Աստծո հետ ապրել։ Մենք գիտենք, երկնային արքայություն չի մտնելու երկրավորը, մարմնավորը, շնչավորը, մարմինն ու արյունը երկնային արքայությունը չեն ժառանգելու։ Մեղքով մարդը չի կարող մտնել երկնային արքայություն, չի կարող միանալ Աստծո հետ, մեկություն կազմել։ Աստված սուրբ Աստված է, Աստծո մեջ չկա այդ բնությունը, այդ խավարը, մարդը չի կարող մեղքով միանալ եւ մեկանալ Քրիստոսի հետ, դա անհնարին է։ Դրա համար այս ամբողջ process-ը, որ մենք անցնում ենք, եղբայրներից նաև հիշեցրեցին եւ արտաքին նեղությունը եւ ներքին նեղությունը,
Տեր Հիսուսը ասեց. «Նեղ դռնով պիտի մտնեք եւ նեղ ճանապարհով գնաք, որի վերջը հավիտենական կյանք է»։ Ինչի է պետք նեղ դռնով։ Ինչի այդ ոսկին կրակով են անցկացնում, որպեսի բոլոր այդ ավելնորդ բաները մաքրվի եւ ինչքան ուժեղակրակը, ինչքան շատ կրակի մեջ պահում են, այնքան ինքը մաքրվում է։ Մենք շատ ավելնորդ բաներ ունենք երկնային արքայությունը մտնելու համար եւ Աստված մեր ստանում է եւ արտաքին նեղություններ թույլ տալով, դա սիրուց է, դա մեր բարիությունից է, Աստծո մեծ սերն է դա եւ ներքին տառապանքը անկեղծ Աստծո փնտրողները ապրում են էլի սիրուց է, էլի բարիությունից է։ Ես տենց կարճ ուզում եմ այս ընթացքը մի հատ տեսնենք, այս վերջի ժամանակները այս թեման, որ կար իմ սրտում փոխանցելու ներքին հոգևոր ընթացքների մասին եւ մենք մի հատ ոնց որ sense ընդհանուր կարողանանք տեսնել։ Հիմա տեսեք, մեղք, որ մենք ասում ենք եզակի թվով, դա ի նկատի չունենք արարքներ։ Արարքները շատ են եւ դա մեղքերն են։ Սուրբ Գիրքը մենք առանձնացնում է մեղք եւ մեղքեր։ Բուն մեղքը դա անհավատությունն է, դա Աստծուն չճանաչել, Աստծո կյանքը չունենալն է, այդ մեղքի բնությունն է, բուն մեղքը։ Արարքները շատ են եւ տարբեր, շատ հարյուրավոր արարքներ կարող ենք նշել եւ դրանք պտուղներն են։ Պատկերացրեք մի ծառ, որը տալիս է շատ պտուղներ։ Հիմա Տեր Հիսուսը չի ուզում, որ այդ պտուղները արագ քաղենք, այսինքն զղջանք խոստովանենք, ասենք ես մի պտուղը վերացավ, զղջանք խոստովանենք, ասենք ես մի պտուղն էլ վերացավ։ Աստված ուզում է այդ ծառը արմատից չորանա, այսինքն լուծվի բուն մեղքի հարցը, ոչ թե արարքները բնակ որ ծառը չորացավ որևէ պտուղ կտա, տեսել եք, չորացած ծառը պտուղ տա։ Հիմա պիտի արմատից այդ ծառը չորանա, դա մեղքի բնությունն է։ Եվ մենք որ խոսում ենք Հռոմեացիս 3-րդ գլխում, դա բուն մեղքի մասին, մեղքի բնության մասին։ Հիմա մարդու մեջ կա մեղքի բնություն, որը արգել կա Աստծուն միանալ, հավիտենությունը մտնել։ Այդ հարցը պետք է լուծվի։ Հիմա մարդը չգիտի դրա մասին։ Մարդը չգիտի ինչ մեղքի բնությունը ինչպիսին է, ինչ հրեշ է, ինչ աստիճանի է։ Դրա համար, որպեսի մարդը ճանաչի մեղքը, Աստված տվեց օրենք, իր պահանջը, Աստծո օրենքը, որ Աստված ասում է, իմ օրենքը սա է։ Եվ այդ օրենքը հանդիպելուց մենք տեսնում ենք, որ մեղավոր ենք։ Մենք տեսնում ենք, ինչ աստիճանի ենք մեղավոր։ Օրինակ, եթե մենք ուշադիր լինենք մեր հոգևոր կյանքում, Սուրբ Հոգու առաջի գործը դա երբ որ Սուրբ Հոգին հանդիմանում է մեղքի համար, չէ՞, մենք գիտենք։ Առաջի գործը դա է, բայց դա մարդուն միանգամից չի բացվում։ Օրինակ, մենք որ նոր հանդիպում ենք Աստծուն առաջի անգամ, այդ հանդիպումը լինում է, մեզ սկսվում է բացվել մեղքի բնությունը, մի փոքր ճանաչում ենք, որ մեղավոր ենք։ Ինչքան հոգևոր կյանքի մեջ աճում ենք եւ առաջ ենք գնում, այնքան ավելի խորը բացվում է մեզ մեղավոր բնությունը։ Ինչ աստիճանի պիտի բացվի մեզ մեղավոր բնությունը, որ մարդը էլ որևէ մի փոքրիկ արդար իր մեջ արդարություն չտեսնի, մի փոքրիկ լավ բան չտեսնի, ինքը տեսնի, որ ոտքից գլուխ ամբողջովին ինքը մեղավոր է։ Հին կտակարանում բորոտություն, հիվանդությունը համեմատվում էր մեղքի հետ, դա մեղքի նշանն էր։ Եվ հետաքրքիր է, որ երբ որ մարդու վրա այդ նշանը երևում էր, որևէ դա մաշկի վրա երևացող էր, գնում էր քահանայի մոտ, քահանան տեսնում էր, այնտեղ Աստված ասել էր ոնց տարբերակի ու հայտարարում էր բորոտ։ Բորոտը դա բանակից առանձնանար վարակիչ հիվանդություն էր։ Հիմա հետաքրքիր բան Աստված ասեց քահանաներին, օրենք տվեց։ Ասեց, եթե մարմնի 50%-ն է, 80, 90, 99%-ն է,
ինքը անմաքուր է եւ բանակից դուրս պետք է լինի, բայց երբ որ այդ բորոտությունը 100% մարմինը ծածկում էր, էլ մի սենց ասեղի չափ տեղ առողջ չէր մնում, շատ հետաքրքիր է, բայց Աստվածը քահանային ասում է, այդ մարդուն կհամարես մաքուր, ինքը արդեն մաքուր է։ Եվ խորհուրդը գիտեք ինչու է կայանում։ Եթե մարդը տեսնում է, որ ինքը դե մեղավոր է, մենք որ Աստծո խոսքը խոսում ենք, ասում է դե հա բոլորս էլ մեղավոր ենք, էլի մարդը ինչ որ չափով շատ հազվագյուտ է լինում, որ մարդը ասում է ես ընդհանրապես մեղավոր չեմ։ Մարդը ասում է հա դե բոլորս մեղավոր ենք, բայց հո այն հարևանի նման մեղավոր չեմ, մենի շատ մեղավոր է։ Ես մի քիչ մեղավոր եմ։ Անմաքուր Աստծո առաջ դեռ պետքա օրենքը աշխատանք տանի։ Երբ որ մարդը աղաղակում է, ինչ խղճալ, մարդ եմ ես երկրագնդի ամենամեղավոր մարդն եմ, այսինքն ամբողջությամբ տեսնում է իր մեղավորությունը եւ իր մեջ մի սենց փոքրիկ արդարություն էլ, մի փոքրիկ լավ բան էլ չի տեսնում, Աստված հայտարարում է իրան մաքուր, արդար, որտեվ մարդը հասնում է աստվածային արդարության, մարդկային արդարությունը չի փնտրում։ Հիմա լավ, ես շատ չծավալվեմ, այս թեման պետք է էլի տենց խոսվի, էլի բաներ կա փոխանցելու, մենք լավ փորձենք ընկալել, հասկանալ եւ մեր կյանքում տեսնել ամեն մեկս որտեղ ենք հասել։ Հիմա Աստված տվեց օրենք եւ օրենքի նպատակը արդարանալը չէր։ Օրենքի նպատակը չէր, որ մարդը կատարի օրենքը եւ արդարանա։ Օրենքի նպատակը, որպեսի մարդը ճանաչի մեղքը։ Ինչքան ժամանակ է մարդը տառապում եւ ինչքան ժամանակ է այդ օրենքի ճնշումից ինքը այդ նեղության մեջ գտնվում, միջև ոնց որ այդ տառապանքից ազատվի։ Դա ամեն մեկի կյանքում տարբեր են, կարա դա տևի մի քանի տարի, կարա 10 տարի տևի եւ տասնյակ տարիներ տևի։ Ինչից է դա կախված։ Դա կախված է, երբ մարդը դա մարդու անկեղծությունից եւ մարդու Աստծուն փնտրելուց է կախված։ Տեսեք Գաղատացիների 3-րդ գլխում մենք ինչ հատված ենք կարդում։ Եկեք 21-ից կարդանք, 21-ից։ Ուրեմն օրենքը հակառակ բան է Աստծո խոստումներին, քավլիցի, քանզի եթե տրված ըլլար այնպիսի օրենքը, որ կարող ըլլար կենթանացներ, այն ատեն իրավցնե արդարությունը օրենքին կլար, բայց գիրքը բոլոր աշխարհը մեղքի տակ կցուցնե, որպեսի խոստումը Հիսուս Քրիստոսի հավատքովը տրվի հավատացյալներուն։ Բայց քանի որ հավատքը չէր եկած, օրենքի տակ գոցված կպահվենք, սпасելով այն հավատքին, որ պիտի հայտնվեր։ Ուրեմն օրենքը մեր դաստիարակ եղավ մեզ Քրիստոսին բերելու, որպեսի մենք հավատքով արդարանանք։ Օրենքի նպատակը մեղքը ճանաչելն է, մեղքի բնությունը ամբողջովին։ Հիմա ինչքան ժամանակ է տևում այդ օրենքի ճնշումը մեր կյանքում, այդ տառապանքը, որ մարդը մտածում է, որ ինքը կարա Աստծո օրենքը կատարի, իր մեջ կա արդարություն, հեսա այս անգամ սայթակեցի, մյուս անգամ չեմ անի, իմ կյանքում եղել է, ես հիշում եմ, ինչքան եմ տենց աղոթե ասել եմ, Տեր Աստված, ներիր ինձ, ես մեղք եմ գործել, այս անգամ չկարացի, այս անգամ էլ ների, մյուս անգամ ես այս բան էլ չեմ անի, ու մյուս անգամ էլի ես անում, ավելի վատ ես անում, ավելի շատ ես անում, նորից ես ասում, Տեր Աստված այս անգամ ինձ ների, հավատում ես, որ Աստված ներում է, բայց ինչքան է պիտի տարբերվի։ Մի օր, երբ որ բացվեց ինձ, ես այսպեսի աղոտ կարեցի, ասի, Տեր Աստված ինձ ների մեղք եմ գործել, բայց ես չեմ կարող մեղք չգործել, եթե դու չազատես։ Այսօր եմ գործել, վաղն է կգործեմ, հավիտյան էլ կգործեմ, որտև ես մեղքի գերի եմ, եթե դու ազատես, ազատ կլինեմ, չազատես, ես կմնամ գերի։ Եվ դա այն
կտրուկային են փոփոխային են պահնա մարդու կյանքում, որ հասունանում է եւ մարդը հասկանում է, որ ինքը մեղքին չի կարող հաղթել։ Մարդու մեջ չկա զորություն մեղքին հաղթելու, եթե լիներ Հիսուս Քրիստոսի աշխարհ գալը իմաստ չէր ունենա, չէր գա, հենա Աստված կասեր ով հաղթի ինքը կմտնի երկնային արքայություն, բայց մարդու մեջ չկա դա։ Հիմա օրենքը մեզ դաստիարակում է Քրիստոսին բերելու։ Քանի դեռ հավատքը եկած չէր, որ հավատքը եկած չէր։ Ոչ թե որ Աստված կա գոյություն ունի, մենք հավատացյալ ենք, մենք եկել ենք հավատքի, մենք հավատում ենք, որ կյանքը Հիսուս Քրիստոսի մեջ էր, բայց պիտի մի հավատքել գա դեռ, այդ հավատքի մեջ պիտի ճոխանա ավելի է բացվում, ինչ հավատք եկած չէր, որ մարդը հավատա, որ ինքը չի կարող մեղք չգործել, ինքը կգործի, քանի ազատությունը Հիսուս Քրիստոսի ձեռքով անձամբ չի եղել։ Ասում է, քանի դեռ հավատքը եկած չէր, օրենքի տակ պահված կսպասեինք այն հավատքին, որ պիտի հայտնվեր։ Եվ օրենքի դաստիարակությունը մեզ օրենքը խրատում է, որ մարդը մեղավոր է եւ մեզ տանում է Քրիստոսին։ Հիշում եք, մենք զրուցել ենք, որ կա դիագնոստիկ միջոցներ եւ կա բժիշկ, որ բժշկում է։ Օրենքը չի բժշկում։ Օրենքը միայն ցույց է տալիս, որ մարդը մեղավոր է, բժիշկը Հիսուսն է։ Այսինքն մարդը պետք է ախտորոշման այդ փուլերով անցնի, տարբեր ախտորոշիչ սարքերով որոշվի, որ մարդը հիվանդ է եւ գնա, որ բժիշկը բժշկի։ Հիմա ինչքան դա կտևի իմ կյանքում, դա կախված է իմ անկեղծությունից, իմ նվիրվածությունից, իմ Աստծուն փնտրելուց, փափագից եւ չհամաձայնվելու, չհաշտվելու մեղքի հետ, այլ ընդհակառակ, որ պետք է այս հարցը լուծվի։ Եղբայրները մեզ ավակ պատմում էին եւ ամեն մեկս, որ արդեն անցնում ենք, ամեն մեկս մեր կյանքում տեսնում ենք, որ կա այդ լուծում, բայց այդ լուծումը իմ մեջ չենք տեսնում։ Ես հիշում եմ այդ 2000 թե 2001 թիվն էր, որ ճամբար էր բյուրականում մեր եկեղեցու հոգևոր ճամբարը եւ այնտեղ այս թեմաներն էր գնում, ես չէի կարողանում այնտեղ գնալ, բայց կապը կար, ես այդ ոնց որ խոսում էի եւ ես վրեժ եղբորը կոնկրետ հարցրեցի, ասում եմ վերջով երբ պետքա լուծվի սա։ Նենց շատ հանգիստ վրեժ եղբայր իր հանգստությունով ասեց 2000 տարի առաջ էդի լուծված է։ Ասում վրեժ ախպեր մեռնում եմ, տառապում եմ, նենց հանգիստ ես ասում, իմ մեջ լուծված չի, ասում է այդ հարցը լուծված է Աստծո կողմանից։ 2000 տարի առաջ այդ հարցը լուծված է եւ պիտի գա այդ հավատքը, պիտի գա, որ այդ օրենքի տառապանքից, որ ասում ես պիտի չանեմ, էլ քեզ զսպում ես, էլ չգիտեմ, նենց հնարքներ են պատմում եղբայրները, ընդունենք քնելուց առաջ մատը այրել են, որ ցավից գիշերը չքնեն, որ վատերած չտեսնեն գիշերը, չգիտեմ, ինչ միջոցներ, չկա ոչ մի միջոց մեղքից ազատ լինելու, հավատքը պիտի գա, հավատքը, եւ օրենքը դաստիարակում է, տանում է Հիսուս Քրիստոսին, որ այդ բժշկությունը լինի։ Հիմա այդ փուլերով մեզ Աստված տանում է, ես վերջացնելով խոսքը, չնայած սա էլի պետք է շարունակվի, օրենքից դաստիարակվելով մարդը գնում է, նետվում է Հիսուս Քրիստոսին, հանձնվում է եւ տեսնում է, որ այո, 2000 տարի առաջ էր այդ հարցը լուծված, բայց ես ինչի եմ տառապում։ Գիտեք ինչի եմ տառապում, որտեվ Աստծուց հավատքով չէի վերցնում այն, ինչ որ արված է 2000 տարի առաջ, եւ երբ որ բացվում է ճշմարտությունը, բացվում է, ոչ մի բան չի փոխվում, բայց բացվում է ճշմարտությունը եւ տեսնում ես, որ դու ազատ ես, բանից բարձվում ազատ ես, բայց պետքա դա անձամբ հասներ, անձամբ դա պետքա կատարվեր։ Եղել է այս մտածում եմ, ասեմ, այսքան քարոզները լսել եմ, նախադասությունները, եղբայրները ոնց որ ծամած մեզ իրանց ապրած կյանքը բացատրում էին, ասում եմ, ես չեմ հասկանում,
բայց իմ ապրած կյանքով տեսնում եմ, որ չեմ հասկանում, էլի իմ մեջ արդարություն էի փնտրում, որ հա ես մեղավոր եմ, բայց մի քիչ ինչ որ մի բան չկա, որ ես բերեմ Աստծո առաջ ներկայացնելու։ Աստված ուզում է, որ մենք հասկանանք, որ էդ էլ չկա, ոչ մի բան չկա, ես լրիվ բորոտ եմ, մի ասեղի չափ տեղ էլ առողջ տեղ չկա իմ մարմնի վրա, ես լրիվ մեղավոր մարդ եմ, ես ամենամեղավոր մարդն եմ, այդ ժամանակ հայտնվում է Քրիստոսը, Քրիստոսի արդարությունը։ Թող Տերը մեզ օգնի, որպեսզի մենք այս ընթացքի մեջ փնտրենք Տիրոջ երեսը։ Մենք այսօր էլի լսում ենք Աստծո խոսքը, բայց դա չի նշանակում, որ մենք հասկացանք ու կատարվեց։ Սա ներքին սենյակում է լինում։ Փնտրենք Աստծո երեսը, անկեղծ աղոթք կանենք։ Ես հիշում եմ այս աղոթքները, որ ասում եմ՝ Տեր, կա ազատություն, ուզում եմ, ուր է դա, ոնց է դա, ցույց տուր, որտեղ է, ոնց է, ուզում եմ, գիտեմ, որ կա, ավետարանը ասում է, որ կա, բայց ես չունեմ, ես տառապում եմ։ Եվ այդ եղբայրներից մեկը պատմում է 5 տարի ա եղել իր կյանքում, մեկը պատմում է 10 տարի ա եղել իր կյանքում, եւ դժվար ա եղել, իրանք ասում են ձեզ հեշտ է, հիմա մենք անցել ենք այդ ճանապարհը, ձեզ քարոզում ենք, արագ կարող եք դա ընկալել, առնել Տիրոջից եւ լինել, բայց իրանց քարոզող չի եղել եւ այդ տառապանքի մեջ Տիրոջից առել են եւ այդ շնորհքը, երբ որ սկսեց քարոզվել եկեղեցու մեջ, փոխանցվել, այդ արթնությունը, որ եղավ եւ իրոք այդ Աստծո հետ կենթանի ապրելը, Աստծո հետ ապրելը դա տառապանք չի, մարդ, որ այդ ընթացքում է գտնվում, խոսում ես իր հետ, տեսնում ես տառապանքի մեջ, հա դեմքը տխուր, ինչ ա եղել, ես մեղավոր մարդ եմ, այո, դա Աստծո աշխատանքն է, պետք է հասկանանք, բայց դրանից հետո կա շարունակություն, մեղավոր մարդ եմ, բայց Հիսուս Քրիստոսն է եկել աշխարհ, կյանքն է բերել, կյանքի հոգու օրենքն է բերել երկնքից, որպեսզի մեղավոր մարդը ազատ լինի, նոր օրենք կա, նոր կյանք կա։ Թող Տերը մեզ օգնի, էլի Աստծու առաջնորդությամբ, եթե լինի հնարավորություն, այս թեման շարունակելի է, չի վերջացել, մինչև ավելի խորը կարողանանք տեսնել ամեն մեկս որտեղ ենք հասել, հաջորդ քայլը որն է եւ ինչքան է ինձ մնացել այդ ազատությունը վայելելու եւ այդ ազատությունը վայելելուց հետո ինչ ես պետք է անեմ, դա էլ է շատ կարեւոր։ Ես երբ որ այդ պահերի մեջ ես մի օր հրայր եղբորը հարցրեցի, ասում եմ հրայր աղբեր, նենց ես ու դու ենք մարդ չկա, նենց անկեղծ ասա, այդ որ բացվեց, ինքը պատմում էր, որ այդ հայտնությունը եղավ, բացվեց, ասում եմ այդ բացվելուց հետո էլ մեղ գործել չկա, ասում է չէ, մեղ գործել կա, էլի դրա համար ասում է, եթե գործակներս այս բաները ձեզի կգրեն, որպեսզի մեղ չգործես, բայց եթե ձեզ մեկը մեղ գործելու լինի, Հիսուս Քրիստոս բարեխոս ունենք, արարքներ, սայթակումներ կարան լինեն, բայց այն արմատային հարցը արդեն դա ուրիշ է, այն արմատային, արդեն հավատքի բժշկություն է լինում, դու երբ որ սայթակում ես, էլ դու չես մտածում, էլ քեզ չի կարա սատանան խաբի ասի, դու փրկված չես, ես այն ժամանակ հիշում եմ, հենց մեղք էի գործում միտքեր գալի փրկված չես, հետո մի երկու օր նենց մի քիչ ոչինչ, նենց բարեգործություններ, եկեղեցի հոգևոր դաշտի մեջ, ասում չէ, երևի փրկված եմ, հետո մի հատ էլ էի մեղք գործում, սատանան ասում էր փրկված չես, էլի ասում էի, բա հա, էլի եթե փրկված եմ, բա ոնց մեղք գործեցի, այսինքն արարքների հարցը չի, սա ներսի հարցն է, ներսի հարցը պետք է լուծվի, արարքները կարա լինի սայթակումներ, բայց երբ որ արդեն ներսում լուծված է այդ հավատքը կա, սատանան չի կարողանում խաբի, եւ ես հիշում եմ մի անգամ տենց միտեղ պատահական էի, տենց այնտեղ եղբայրներ կային եւ մեկը տեսիլք տեսավ եւ տենց մարգարեական խոսքեր եղավ, ասում է, երբ որ լույսի մեջ սայթակում ես, ես ինձ միտք արեցի, ասում եմ, ոնց լույսի մեջ սայթակում եմ, հետո իր այդ սկսեցի զրուցել եւ ինքը բացատրեց, ասում է, բա մենք խավարից լույսի ենք անցել, հիմա որ ես սայթակում եմ, մեղք եմ գործում, ես չեմ գնում խավար, ես լույսի տերիտորիայի մեջ ընկել եմ, լույսի տերիտորիայի մեջ, այսինքն Աստծուն պատկանող, Աստծո զավակ, փրկված,
արարք եմ գործել, մեղք եմ գործել, բայց ես փրկված եմ, որտեվ ես լույսի տերիտորիայի մեջ եմ ընկել, եւ ասում եմ, դի հենց այդտեղ դու զղջաս, խոստովանես, կանգնես, քայլես առաջ։ Այ մահը, երբ որ լույսից խավարի է գնում, երբ որ մարդը մերժում ասում, խավարի մեջ գտնվելն է դա մահվան մեջ գտնվել, բայց լույսի մեջ սայթակելը դա լույսի մեջ ես ընկել, էլի լույսի մեջ ես տեսնում ես ընկել ես, կանգնում ես եւ քայլում ես առաջ։ Եկեք կանգնենք աղոթքի։